Ես քեզ համար գուցե ոչինչ Դու ինձ համար երազմակում Ես քեզ համար գուցե ոչինչ Ինչ եմ անում հիմա ես տեղ նստած Ում եմ փնտրում, ում եմ խաբում Կարողա չեմ խաբում Ախր անդադ ուզում եմ քեզ տենամ Աչքերս միշտ քեզ եմ մանգած Հրվից ես քեզ գոնեցեցնեմ Սիրեմ Որպես կյանքի շկնակ երազ Արեգակին պետք է հերվից նգել Կայրի եթե շատ մոտենաս Քեզով կանչեց։ Ես եմ կանչել։ Արի Ադրիանա ջան, արի վերջնական խոսքը տասա, որ եկուց մյուս օր ավել պակաս բաներ չխոսան։ Այ լպրծուն։ Տո դու ով ես, որ ես էլ հետո ինչ որ ասելու բան ունենամ։ Գնանք Սեթ, այս տունը մեզ համար չի։ Ոնց հասկանում եմ, այս տանը մեզ սխալ են հասկանում։ Գնանք տղես։ Չէ, ուր, մի րոպե ինչ ա եղել։ Մամ, պապ ինչ ա եղել։ Վրեժ խնդրում եմ քեզ տիրապետի։ Ադրիանա, գնա քո սենյակ, մենք հետո կխոսենք։ Բայց ոնց հետո կխոսեմ, Սեթ ինչ ա կատարվում։ Կյանքս պապա, կուլտուրական ձևով, ավելի ճիշտ ոչ կուլտուրական ձևով, մեզ դուս անում տանից։ Հələ ինձ հասկացա, տատուս ա դուս անում։ Այն տատուս, որ Երազմենսկի մինիստրները հետը նստեն։ Իսկ ինք ուզում ա հորը ստենա։ Մամ, գոնե դու ասա, ինչ ա եղել։ Ադի, ուզում ես այս չոբանին։ Չհասկացա, այդ ում նկատի ունի։ Սեթ ջան հանգիստ։ Արի հենց հիմա այս տնից դուրս գանք, քան ես ինքնատիրապետում չեմ կորցրել։ Գիտեք ինչ կա։ Տո ոչ մի բան էլ չկա, հա։ Արի դուրս գանք տղա ջան, քանի հարուստ բառապաշարս չեմ գովազդել ստեղ։ Ադի հարց տվեցի քեզ։ Ուզում ես սրան։ Ոնց թե սրան, նախ սրան չի։ Մամարի գնանք, հա, տատին էլ դուրս եկավ։ Հա, պապ, ես սիրում եմ Սեթին։ Հաստատ ես որոշել։ Պապ, որոշելու ինչ կա։ Ես սիրում եմ Սեթին։ Ու վերջ։ Հասկացաք։ Սիրում է ինձ։ Ու ոչ միայն սիրում է, չի պատկերացնում իր կյանքը առանց ինձ։ Խի, որովհետև իմ նման տղա աշխարհը հələ չի ծնել, չի էլ ծնի։ Երկրորդն էլ չկա ու չկա տղա ջան։ Չկա, երկրորդն էլ պապաս է։ Դե գնա։ Վրեժ։ Գնա իրանց հետ։ Ոնց, պապա։ Հենց սենց գնամ։ Արի, Ադրիանա։ Արխային եղի, քեզ կոշիկ էլ կառնեմ, կհագցնեմ էլ, կկապցնեմ էլ։ Մեզ օժիցկի պետք էլ չի։ Ադրիանան ոչ մի տեղը չի գնա։ Վրեժ մի հատ հանգստացի։ Ասում եմ գնա։ Ես իմ վերջնական խոսքն է։ Գնա ես տնից, Ադի։ Սար դու։ Տղա ջան, դուռը բացի։ Ադրիանա, վերջի անգամ եմ ասում։ Արի, քանի մենք էլ չենք փոշմանել, թեպետ ընտանիքս գնաց, բայց ես սպասում եմ, արի քեզ տանեմ։ Պապ, ինչ ես անում։ Եթե մի հատ էլ խոսես, վատ կլինի, Ադի, ասում եմ գնա։ Հա, գալիս ես թե գնա։ Ադրիանը մի գնա։ Բարձրացի վերև։
Մամ։ Ձակս տուն անցի։ Դու գիտես ես ով եմ բալես։ Հա։ Ես Բալես տուն անցի։ Մտի տուն։ Մամայցս ինչ եք ուզում, հա։ ես ուզում եմ մամայիդ օգնել։ Իմ մամային օգնել պետք չի։ Գնացեք այստեղից, հեռացեք։ Բալես տուն անցան կարևս։ Առես քեզ։ Չեմ ուզում։ Մամ ցուրտ է, ներս արի։ Գնացեք, որ չմրսեք։ Мы танцуем. Չես գնում։ Ինչի ես փակվում եք հա արդեն, բայց ցեր կա։ Սոֆիա, եթե ես քեզ խանգարում եմ, դու ինձ ասա, ես հենց հիմա կգնամ։ Չես խանգարում։ Ուղղակի ես ինձ վատ եմ զգում, որ դու այդքան խմում ես։ Ես դու կարող ես միանաս ինձ։ Ես աշխատում եմ Միկա։ Համեր խորհուրդ եմ տալիս, որ դու գնաս տուն ու վերջ տաս խմելու։ Ճիշտ է, ես չեմ սիրում, որ ինձ խորհուրդներ են տալիս, բայց որ դու ես ասում։ Արի նստի էլի։ Ես պիտի գնամ։ Լավ, դու գնա երեքի, ես ստեղ նստած եմ։ Շնորհակալություն, որ սենց ուշադրություն ես դարձնում ինձ, գալիս ես, խոսում ես իմ հետ։ Ես տեղ եմ, դու երեքի։ Միկա, մի առ համարի ասացներս, հերիքա խմես։ Ես քո ասացները չեմ արամարում, Սոֆիա ջան, բայց դու ինչ չես հասկանա։ Քո կենաց։
Մամային մարդն ինչ էր ուզում։ Ոչ մի բան, բալես։ Բայց ինքն իմ անունն էր տալիս։ Այդ մարդը գլխից հիվանդ է, բալես։ Չի հասկանում ինչ է խոսում։ Բայց ինքն ասեց։ Կարևոր չի ինչ ասեց։ Ինչ որ ինքը ասեց ու ինչ որ լսել ես մոռացի։ Դա հիվանդ մարդ է։ Հասկացար։ Ինքնից դուր չեկավ։ Արեն մամային մի բարկացրու։ Բայց ես Դու շատ լավ արեցիր, որ դրա ձեռքից ծամոն չվերցրեցիր, բալես։ Շատ ճիշտ արեցիր, ապրես, բալես։ Փոֆիկ ջաջեր, ինձ իրանից ոչ մի բան պետք չի։ Հրաշքս։ Հրաշքներս։ Ամուսնանում եք, բայց մի քիչ աղոտալու չի։ Սեթե եթե ամուսնացող լիներ, բայց չէ ինչ եմ տենց մտածում։ Սեթե այն մարդն է, ով կարա հանուն իր նպատակի, հանուն հաղթանակի, դաժե ամուսնության գնա։ Սուտ, առանց իրո ամուսնության։ Այս էլ մեր տունը, Ադրիանա ջան։ Ինչպես նաև քո տունը, հենց որ զգա քեզ ինչպես ձուկը ջրում։ Այս մռայլ դեմքեր եք ընդունել, ուղղակի ասցի շաբլոն ձևով չասեմ, էլի զգա քեզ ինչպես ձեր տանը, բան։ Սաղ տենց են ասում։ Ես գնում եմ իմ սենյակը։ Ինչի՞ դա քոնը տարա որը ցերեկով։ Մամ, կարող եք քունն էլ ատանում։ Եթե դες բան կա արխային գնա քնի, ես ու Ադրիանան հաստատ չենք քնեղվի։ Սեթրակ ջան, տղաս, դու երբեմն այնքան անիմաստ ես խոսում։ Սեթ կարող է ինչ-որ բան են չի։ Ինչի՞, ինչը քեզ չդզեց Ազիզ։ Ձերոնց վերաբերմունքը։ Մերոնց վերաբերմունքի մեջ ինչ դերնի տո։ Չգիտեմ, բայց հենց տպավորությունն է, որ իրանք ուրախ չեն, որ ես եկել եմ։ Ինչ ես խոսում, Ադրիանա։ Իրանք շատ էլ ուրախ են, ամենաուրախն էլ ես եմ։ Հա, որ։ Հա չի երևում։ Մերոնք էլ վերջնական խաչ քաշեցին իմ վրա։ Որ ուզում ես իմանաս, շատ էլ ճիշտ արեցին։ Ու հետո մատ կողմնորոշվի։ Ձեր ընտանիքի տխրությունն է, քեզ պետք թե մեր ընտանիքի ուրախությունը։ Ես իրոք չէի ուզում, որ սենց լիներ ամեն ինչ։ Իսկ ես ուզում էի, որ սենց լիներ, շատ էլ լավ եղավ, որ հելար ու եկար, ձերոնց էլ մատ արեցիր։ Նկատի ունեմ, որ եկար ինձ հետ ու դարձար իմ կինը, Սեթի կինը։ Հիմա գնա, եթե ուզում եք գնայր։ Ես արդեն կխելագարվեմ, մի կակուն է դու վերցրա։ Անդադար ուզում եմ քեզ տեսնել, ուզում եմ մենակ ես լինեմ քո կողքին, ուրիշ ոչ մեկ։ Մամ։ Միկա, դու խիղճ ունես? Ինչքան կարամ քեզ զանգեմ։ Մամ, ինչ կա, արագ ասա էլի։ Միկա, խմած ես։ Մամ, լավ հաջող։ Միկա, ուր ես։ Տուն արի հենց հիմա։ Դրանք եկան, որ խոսեն, հայրը հանեց, տնից լարեց։ Լարեց։ Ցավը տանեմ, հորս մտ պաշի միջև կամ։ Միկա, խնդրում եմ, տուն արի։ Ադրիանան տանը չի։ Ադին, Ադինովը։ Ճիշտ է, մա տենց քուր ունեի, չէ։ Չնայած այն ինձ ինչ քուր։
Ախր դու չի գիտես, հերդ դրանց հետ Ադրիանային է տնից հանեց։ Ես կգժվեմ, խնդրում եմ, մի քիչ շուտ արի։ Մամ, պապան ինչ արել է, շատ լավ արել ու ճիշտ արել։ Լավ, խոսանք։ Միկա։ Երկեցի բրծարա, Սոֆա ինչ լավ է, որ դու ինձ նկատում ես, ես մտածում եմ դու ինձ չես էլ տեսել, գիտես։ Միկա, դու լավ խմած ես։ Պաստորեն բացի են, որ նկատում ես ինձ, համ էլ եկել ես իմ հետևից։ Միկա, ինչ ա եղել, որ դու այդքան խմում ես։ Ինչ ես ուզում, որ ես իմ ծանր կյանքով քեզ նադայել անեմ։ Ինչով կարող եմ ես քեզ օգնել։ Օգնես։ Կարաս իմ սերը անփոխադարձ չթողես։ Սոֆիա, Ադրիանն տնից գնաց, հասկանում ես։ Ինք այդ անասունի հետ թողեց ու գնաց։ Ամուսնանում են։ Ամուսնանում են, ինչ են անում, ինչ չի հետաքրքրում, գիտես։ Եթե ինք այդ ոչխարին է ընտրել, ուրեմն ինք էլ իմ քուրը չի, վերջ։ Կարող է ինքը իրան սիրում է։ Կարող է, բայց դրա նմանին ոնց կարելի է սիրել, ես չեմ հասկանում։ Այդ մեկը հա, դրա նմանին մենակ ատել կարելի է։ Լավ, մրսես գնաներս, ցուրտ է։ Դու էլ գնա տուն, ու հերիքա խմես։ Խմելը լավ բանի չի բերի։ Ինչ հաճելի է։ Դու իմ մասին արդեն անհանգստանում ես, հա։ Թվում էր ամենավատ բանը, որ կարող է իր անել, երկչույի դառնալը դեր։ Բայց չէ, դու ինձ հետ շատ ավելի վատ վարվեցիր։ Սիրտս կտոր է լինում, բայց բան փոխել չեմ կարող։ Երբ հասկանաս ինչ սխալ ես թույլ տվել, ուշ կլինի։ Անցի նստի, բալիկ ջան, նստի։ Դե հիմա ասա, ինչի գնացիր այդ քայլին։ Որ քայլին։ Ինչի համար հակառակվեցիր ծնողներիդ ու վերկացար եկար մեզ հետ։ Որովհետև ես Սեթին սիրում ես։ Ես զգում եմ, որ ուզում եմ միշտ իր հետ լինել։ Այսինքն սիրում ես նրան։ Հա։ Իսկ կարող է հանկարծ այնպես պատահի, որ առավոտյան վեր կենաս ու մտածես, որ սկիչես էլ սիրել։ Չէ, ոնց կարա նման բան լինի։ Իսկ դու գիտես, որ Սեթը ամենևին էլ իդեալական մարդ չի։ Այս կյանքում ոչ մեկս էլ կատարյալ չենք։ Փաստորեն սիրում ես նրան իր թերություններով հանդերձ։ Հա։ Սեթիս բախտը բերել է։ Եվ ոնց ասեմ, տատ։ Շատ սովորական։ Ես սպասի ես քեզ մի ձև կպատասխանեմ, մի վարք եմ։
Ինձ մի ձև պետք չի պատասխանել, ինձ կոնկրետ պատասխանի սիրում ես դու այդ աղջկան։ Տակ, Ադրիանայի հետ դու չես շփվել, ես շփվել եմ։ Ինքը լավ մարդ է։ Ինքը լավ ընկերաս է, կյանքի ընկեր է, շատ լավ մարդ է։ Դու ես վատ մարդ, բայց ինքը սիրում է քեզ։ Ու հեչ պարտադիր չի լավ մարդ կամ վատ մարդ լինես, որ սիրես։ Դե ես էլ եմ էդ ասում, լավ մարդ է, բան չասի։ Աչքերից մեջ նայիր։ Տատի, ես մի հատ վատ բնավորություն ունեմ։ Չեմ կողմնորոշում, էլի։ Դու ոտքից գլուխ վատ մարդ ես, ու արժանի էլ չես այդ աղջկա սիրուն։ Ինչ ես իմ մասին տենց վատ կարծիքի, որ տատ։ Ուրեմն բարի եղիր պատասխանիր իմ հարցին, սիրում ես Ադրիանային։ Դե որ ճիշտ ասեմ, այդքան էլ չէ։ Տաճան ու լակոտ չեմ դու էլ։ Դու ամբողնաշար արարած ես, եթե չես սիրում, ինչ ես բերել բերտուն։ Ինք եկավ։ Այդ թափթփուկ, մենք գնացինք դրա համար այդ աղջիկն եկավ, որովհետև սիրում է քեզ։ Տատ բա քնել էի հետը, բայց չգնայինք բերեինք։ Չկվիր աչքիցս, չտեսնեմ ես քեզ։ Հետո ասելու էր վատն եմ։ Հետո ասելու էր քայլերից համար պատասխան չեմ տալիս, անպատասխանատու տղա եմ։ Այդ տղա եթե չէիր սիրում, ինչի քնեց իր հետը։ Տատ գիտես ոնց այդ բանին սիրում էի։ Այդ բանին ուզում էի իմը դառնար։ Լդրանն այ մարդը դարձել ընտանիքիս անդամների հետ այսպես է վարվում, հա? Ինչ է եղել։ Սովորաբար ասում են ալո, հետո բարև ձեզ։ Ես եմ որոշում ում ինչ ասեմ։ Ագրեսիվ ես տրամադրված, Ազատիչ։ Ավելի լավ է հեռախոսը անջատես, որ ավելի ագրեսիվ չդառնամ։ Ազատիչ, դու ինչ էիր մտածում, որ իմ ընտանիքի անդամների հետ այդքան վատ էիր վարվում, հը? Նույն հարցը ես կարող եմ քեզ տալ։ Այդ ոնց է ընտանիքիդ անդամներին ուղարկում ես մեր տուն, դու էլ չես բարեհաճում գալ, հələ մի բան էլ ուզում եք, որ ես ձեզ աղջիկ տամ։ Փաստացի աղջիկդ մեր տանն է։ Ոչ իմ ցանկությամբ եւ օրհնությամբ։ Պարզա։ Չէ, պարզ չի։ Ես ուզում եմ քեզ տեսնեմ։ Ժամանակ չունեմ։ Ուրեմն գտիր։ Ցանկություն չունեմ։ Աշխատի ունենաս։ Գնաս Վալեյում քեզ կսպասեն։ Չգալու դեպքում ուրիշ բան կհասկանան։ Թքած ունեմ, թե ինչ կհասկանաս։ Չի ստացվում մեր կյանքը։ Ամեն անգամ մի բան խանգարում եմ ես։ Հիմա էլ Արենիս պատմությունն է գլուխ բարձրացրել։ Վերջում կհասնենք նրան, որ բոլորը կիմանան ով է Արենիս հայրը։ Ու այդ ժամանակ ստիպված կլինեմ գլուխս սառնեմ ու փախնեմ։ Մեր տուն չես գալիս, բայց ինձ հետ հանդիպում ես փնտրում։ Հետաքրքիր է։ Կարա լինի։ Ես կյանքում ամեն ինչ կարա լինի։ Շատ հետաքրքիր բաներ կարող են լինել։ Մարդկանցից սկսած
որոնց կարելի է մի լավ ուսումնասիրել։ Այսինքն, այդ ինձ նկատի ունես։ Քեզ, Դավուդ։ Կներես, բայց իմ տղեն իրան տղավարի էր բայել։ Ինչ խնդիր կա իր հետ կապված։ Այնքան տղավարի, որ քիչ էր մնում, տայի դրան սպանեի։ Գիտես ինչ, իմ տղան քո աղջկան չի բռնացել, ինչ եղել է երկկողմ համաձայնությամբ, ու հիմա ես ուզում եմ հասկանամ ինչ է քո ուզած, ինչ ես ուզում դրանով ասես։ Քո աչքին ամեն ինչ շատ թեթև է երևում, այդ երևի նրանից է, որ թեթև կյանքով ես ապրում։ Այնքան թեթև չէ, ինչքան ճիշտ։ Դու ու ճիշտը իրար չեք հանդիպել։ Վտանգավոր բաներ ես խոսում, վրեժ ազատիչ։ Թաթուլ Արամիչ, դու ինձ համար խնամու ամենավատ տարբերակն ես։ Ես չի ասի, որ դու ինձ համար ամենալավ տարբերակն ես։ Ափսոս, որ մեր երեխեքը, մեր կարծիքը ու ցանկությունը հաշվի չառան։ Ու ես առաջարկում եմ, որ մենք միասին գնանք մեր երեխաների ցանկությանը ընդառաջ։ Ես ձեռքերս լվացել եմ։ Իսկ չես կարծում, որ մի փոքր շտապել ես։ Միգուցե շամպանսկի վերցնենք, նշենք մեր երեխաների միասնության փաստը։ Չէ, չարժի։ Ճիշտ ես ասում։ Չարժի։ Սպասի։ Ատա ջան։ Դու կգնես ուրիշ սենյակում, նա ուրիշ։ Չհասկացա ոնց ես ուրիշ, ինքը ուրիշ։ Կարող եմ ատել ասես պիտի հարսանիք անենք, այն բանից անենք, նոր մեզ առանձին սենյակ կհատկացնենք։ Տխմար հումորներիդ ավեսը չունեմ։ Տատի շատ ես ճնշում ոնց որ։ Եթե չես սիրում այդ աղջկան, նշանակում է այդ աղջկը մեր տանը անելիք չունի։ Տատի դիթո ես որոշեմ, հա։ Դու չես կարող որոշել, որովհետև դու կդժբախտացնես այդ աղջկան։ Իսկ ես դա չեմ ուզում։ Ես թույլ չեմ տա, հասկացար։ Իսկ ես թույլ չեմ տա, որ նրան հանես ես տանից, տատ։ Առայժմ դուք առանձին սենյակներում կապրեք, մինչև հասկանանք ինչ ենք անելու։ Մամա, մամ։ Հաբալես, եկար։ Ես լացում ես, մամ։ Իսկ ես մտածում եմ, որ քնած ես։ Հա, պատկերացրու, որ քնած էի։ Հարմար սուտ է։ Մամա։ Ինչ ես դու ինձ ամեն անգամ կասկածում, Սոֆի։ Որովհետև տեսնում եմ, որ դու տխուր ես։ Արցունքներդ խեղդում են։ Նույնիսկ չես կարողանում քեզ զսպել։ Հա, դու չես սխալվում, իմ արցունքները խեղդում են ինձ։ Որովհետև մենք գնալու ենք ես տնից։ Նորից, մամ։ Նորից խաբում ես ինձ։ Որովհետև չես վստահում։ Սոֆի, դու ինձ արդեն վիրավորում ես։ Մամ, դու կարող ես ինձ բան չասել, բայց ես տեսնում եմ, որ ինչ-որ բան կատարվում է։ Եթե չես ուզում ինձ պատմել, մի պատմիր։ Ճաշը տաք է, գնալուց ռուկեր։ Վերքած։ Հա, կուտեմ։ Հա։
Նիկա, այս ի՞նչ է վիճակդ։ Հերս ուրա։ Հերը տանը չի։ Տանը չի հասկացանք, բա ուրա։ Չգիտեմ ուրա։ Զանգում եմ չի պատասխանում։ Ահա որ վիճակի մեջ էր։ Անհանգիստ եմ, մի հատ հələ դու զանգի։ Հերս ինչ արելա լավ արել, քիչ արել, իսկ դու քո աղջկան մոռացի, վերջ։ Գիժ ես այդ տղա, ես ինչ ես ասում։ Դու կյանքում էի տենց խմել, որ հիմա տենց խմել ես։ Մամ, եթե միադել ես գոռացել, լուրջ եմ ասում, սս թողում եմ ու գնամ։ Նիկա, դու հասկանում ես երեխուս տարան։ Հանգստացի, քո երեխուն ոչ մեկ էլ չի տարել։ Քո երեխան ինքը իրանով հելավ ու գնաց։ Բարև ձեզ։ Բարև։ Բայց ինչու բարև ձեզ։ Ես ով եմ քեզ համար։ Սեթի պապան։ Ես քո ինչն եմ։ Քեզ չեն դասիրակել կամ քեզ չեն ասել, որ ամուսնուդ հայրը ժամանակի ընթացքում նաև դառնում է քո հայրը։ Դե ես էլ ժամանակի ընթացքում կսովորեմ ձեզ։ Ես կարծում եմ, որ կարող այդ ժամանակը չհերիքի։ Որովհետև մենք չենք կարող ապրել մի տանիքի տակ։ Ինչ եմ ես արել։ Դու ես տանը չես սազում։ Ասեմ ավելին, դու իմ որդուն չես սազում։ Իսկ հայրդ մունատ էր գալիս։ Էդ մենք պետք է մունատ գայինք, մենք։ Բայց ես ինչ եմ արել։ Դու քեզ շատ սխալ ես պահում։ Իսկ իմ տանը բոլորը շարժվում են իմ կարգ ու կանոնով։ Պարզա։ Հա բալես։ Մամ, եկեք ինձ ստեղից տարեք։ Ինչ ա եղել բալես։ Քեզ նեղացրել են Ադրյանը։ Մամ ջան, խնդրում եմ, ինձ եկեք ստեղից տարեք, ինձ մենակ մի թողեք, խնդրում եմ, մամ։ Բարև ձեզ։ Բարև Սոֆիա ջան։ Այս ստացեք աղջկանից գումար չվերցնեք։ Են կողմ տար փողերդ։ Ինչքան կազմեց։ Բայց մեր մարզպետի տղեն արդեն վճարում է։ Կարող է ձեզ համար մարզպետի տղան է, իսկ ինձ համար ինքը ոչ ոք է։ Ու ես եմ իմ գնումների համար վճարում։
Այդ սանը որ գժվում ու գրում եմ հետևից։ Վրեժ, վեր կաց։ Վրեժ, վեր կաց։ Վեր կաց, գնում ենք Ադրիանային բերենք։ Շուտ արա։ Գնա սեղանդիր գան հաց ուտենք։ Չհասկացա։ Դու ոնց որ չես լսում, հա ինձ։ Երեխան էր զանգել, լացում էր, երևի նեղացրել են, շուտ արա, վեր կաց ասում եմ։ Աղջիկդ ինքն է ընտրել այդ կյանքը, ու մեկ էլ ադիից չխոսես։ Եթե տենց, ուրեմն ես ինքս կգնամ երեխու հետևից ու ինձ ոչ ոք չի կանգնացնի, լավ իմացի։ Մենակ փորձի։ Ու կփորձեմ։ Քեզ բարի օր, Վրեժ Ազատիչ։ Վիվի։ Վիվի։ Բա ես էլ քեզ եմ ման գալիս, Սեթ։ Սոֆիա, ես ինչ անեմ, որ դու կարծիքդ փոխես իմ մասին։ Ես երբեք իմ կարծիքը քո մասին չեմ փոխի, լսում ես։ Ես կարող եմ վատնեմ, Սոֆիա, բայց ես մեռնում եմ քո համար, չէ՞։ Լսի, այդ աղջիկա պատվի հետ խաղացիր, հիմա եկել ինչեր ես ինձ ասում։ Արի Ադրիանայից չխոսանք, ինքը ստեղ չի։ Իսկ ես ափսոսում եմ այդ աղջիկան։ Հա, ես էլ եմ ափսոսում իրան։ Ինքը լավն է, լավ մարդ է, բայց ես իրան չեմ սիրում, ես քեզ եմ սիրում։ Մենակ քեզ։ Մենակ իրան ես սիրում, արա։ Մենակ։ Ասա, շեկը, մոթելու եմ, մենակ իրան ես սիրում, արա, մենակ իրան ես սիրում, արա, մենակ իրան ես սիրում։